Այսինքն սա կարող է վարկանիշի առումով։ Իսկ 16 թվականի պատերազմն ով էր հրահրել։ Մեկը չկա հարցնի Սերժ Սարգսյանին։ Իսկ օրինակ 2008 թվականին ով էր հրահրել, որ Ռուսաստանն արդեն Ադրբեջանի հետ կնքում էին ռազմավարական համագործակցության խարտիա, որտեղ սևը սպիտակի վրա գրված էր, որ տարածքային հարցերը պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Իսկ 2010, 11, 12 եւ այսպես շարունակ այդ թվականներին ով էր հրահրում Ռուսաստանին բազմամիլիարդանոց զենք վաճառել Ադրբեջանին։ Այն ժամանակվանից պարզ չի, որ սա գնում է ռազմական սցենարի։ Կամ 16 թվականի Քարորյան պարզ չէր, որ Լավրովյան պլանը մեզ պարտադրում են։ Ըստ ընդդիմության ոչ։ Բայց ուր էին իրենք։ Ջալամ էին դարձել այդ պահին։ Հա, փող էին աշխատում, լռում էին։ Քանի փողը կա, նորմալ է, իրան կարող են համակերպվել։ Այս դրա համար եմ ասում, իրենք կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Իրենց հայրենիքը Հայաստանը չէ։ Իրենք մայրենիք ունեն Ռուսաստանում։ Իրենք իրենց են ծառայում։ Եվ այնքան ակնառու է, եւ մենք պետք է նաեւ Հայաստանը դիտարկենք, չդիտարկենք մնացած երկրների, նամանավանդ հետխորհրդային երկրների փորձից հեռու։ Մենք պետք է դիտարկենք, թե լավ ինչ է տեղի ունեցել Վրաստանում։ Օրինակ այն ինչ իրենք փորձում են իրագործել այստեղ, իրենք իրագործեցին Միխայել Սաակաշվիլիի երկրորդ ուրեմն ընտրությունների ժամանակ։